Մեր ժամանակներում արդար մարդ լինելը նշանակում է կանգնել աշխատավորի, ոչ թե կապիտալի կողքին։ Կապիտալիզմը կառուցված է շահագործման վրա, եւ պետությունը, անկախ նրանից թե ով է իշխանության գլխին, ծառայում է իշխող դասին, կապիտալիստներին։ Հայաստանում 1991 թվականից ի վեր գործել է նույն մոդելը՝ պերիֆերիկ կապիտալիզմ, կախյալ վիճակում գտնվող, հումք արտահանող։ Դրա զոհը եղել է բանվորը, ուսուցիչը, բուժքույրը, թոշակառուն, գործազուրկ երիտասարդը։ Աշխատողի իրավունքը այս համակարգում միայն այնքան է, որքան ընդունելի է կապիտալիստի շահի համար։ Նա չունի վերահսկողություն իր աշխատանքի արդյունքի, արտադրության եղանակի կամ ավելցուկ արժեքի նկատմամբ։ Նա ապրում է վաճառելով իր աշխատուժը, որից վերադառնում է միայն մի մասը, որպես աշխատավարձ։ Մնացածը շահույթ է դառնում գործատուի համար։ Սա է շահագործումը ըստ Մարքսի և մարքսիզմի։ Կապիտալիզմը նույնիսկ մարդու հիմնարար կարիքները՝ կացարան, ջուր, բժշկություն, վերածում է ապրանքի։ Պետությունը չի կարող լուծել բնակարանային հարցը, որտեղ նրա գործառույթը չէ լուծել սոցիալական արդարությունը, այլ ապահովել անշարժ գույքի շուկան կապիտալիստի համար։ Հետևաբար պետական քաղաքականությունը չի ստեղծում բնակարան աշխատավորի համար, այլ շուկա կապիտալիստի համար։ Իսկական արմիությունը սպառնում է կապիտալի վերահսկմանը։ Այդ պատճառով իշխող դասակարգը արհեստական ձևով խեղդում է անկախ արմիությունները, փոխարենը խրախուսելով վերահսկվող դեղին ֆորմալ մարմիններ։ Աշխատավորի ձայնը լռեցվում է ոչ թե չլսվելու պատճառով, այլ կանխամտածված ճնշման արդյունքում։ Երբ պետությունը կրճատում է նպաստներ ու ծառայությունները, նա դա անում է պետության բյուջեն պաշտպանելու համար, ոչ թե մարդկանց։ Բայց այդ բյուջեն էլ ձևորվում է շահույթի կանոններով, ոչ թե հասարակական բարիքի։ Արդյունքում մարդկանցից խլում են այն նվազագույնը, ինչը կապիտալը երբեք տալ չէր ուզում։ Օրինակ, հասարակական տրանսպորտի թանկացումը։ Կապիտալիստական տնտեսությունը ստեղծում է գործազրկություն, որպես համակարգային երաշխիք, որ աշխատավարձը չբարձրանա։ Գործազուրկ մարդը ճնշման գործիք է աշխատավորի վրա, քանզի կապիտալիստը ամեն պահ կարող է սպառնալ աշխատավորին, հատկապես ոչ կվալիֆիկացվածին, նրա փոխարինմամբ։ Պետությունը չի կարող փոխել այս պայմանը, քանի դեռ արտադրության միջոցները մնում են մասնավորի ձեռքում։ Կապիտալը մշտապես պահանջում է ավելի երկար աշխատանքային ժամեր, ավելի քիչ հանգիստ, ավելի շատ արտադրողականություն։ Օրենքները հարմարեցվում են ոչ թե աշխատողի առողջությանը, այլ արտադրության շահութաբերությանը։ Ահա թե ինչու գործատուներն ու պետությունը ձգտում են սուտ ռեֆորմների։ Պետությունը, ինչպես ասում են մեզ լիբերալները, իրականում կապիտալիստական հասարակարգում դասակարգային նեյտրալ չէ, այն գործիք է կապիտալի ձեռքում։ Երբ հակասություն է առաջանում աշխատողի ու գործատուի միջև, պետությունը ընտրում է գործատուին։ Օրինակ աշխատավարձի կրճատման դեպքում, եթե նորությունը չի ստանում համաժողովրդական արձագանք, նա կանգնում է կապիտալի կողքին։ Սա սոցիալ-տնտեսական պատերազմ է, թաքնված օրենսդրության և ինստիտուտների հետևում։ Մարքսիզմը պնդում է, առողջությունը պետք է լինի հասանելի բոլորին, անկախ սոցիալ-տնտեսական դիրքից, բայց կապիտալիզմը բժշկությունն է դարձնում ապրանք, ու միայն նրանց, ովքեր կարող են վճարել, տրվում է կյանքի երկարացման հնարավորություն։ Մնացածը թողնված են բախտին։ Մարքսիստական վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական կուսակցությունները, որոնք ռադիկալ կերպով տրամադրված չեն փոխելու հասարակարգը, օրինակ հեղափոխությամբ,
խնդրում ենք չխառնել 2018 թվականի իշխանափոխության հետ, անկախ իրենց անվանումից ծառայում են իշխող դասակարգին։ Երբ արմիությունը վտանգում է կապիտալի շահերը, կուսակցությունը կանգնում է կապիտալի կողքին։ Ու երբ ժողովրդական շարժումը դուրս է գալիս վերահսկողությունից, այն ճնշվում է փափուկ կերպով կեղծ կուսակցությունների կողմից, անունը դնելով, որ դա արվում է իշխանության կայունության համար։ Աշխատավորի շահը ոչ թե բարեգործության ու բարեգիտության հարց է, այլ իշխանության հարց։ Քանի դեռ արտադրության միջոցները պատկանում են մասնավորին, չի կարող լինել ոչ արդարություն, ոչ էլ հավասարություն։ Ժողովրդի իսկական մասնակցությունը սկսվում է այն ժամանակ, երբ նա որոշում է նախ եւ առաջ ինչ արտադրել, երկրորդ որտեղ արտադրել եւ երրորդ ինչպես օգտագործել արտադրությունից ելած շահույթը։ Սա է սոցիալիզմի ճանապարհը։ Սա է արդարությունը մարքսիստական իմաստով։ Իսկ դուք բաժանորդագրվեք Շահումյան հասարակական կազմակերպության կայքէջին, մեկնաբանեք, հետևեք մեզ եւ հիշեք, եթե մենք արդարություն ենք ուզում, պետք է չեզոք չմնանք, պետք է կանգնենք աշխատավորի կողքին, որպես մեկ դասակարգ եւ որպես մեկ ժողովուրդ։